Բայց նաև առհասարակ պետք է հասկանալ իշխանությունը ինչ մոտեցում ունի։ Հիմա օրինակ տեսանք պարոն Ֆարմանյանի ընտրության ժամանակ, падգամավորներից մեկը ԿՊ-ից եկավ տենց ոչ լավ հայտարարություններով, բա դուք չհանձնեցիք ձեր քննությունը, համարյա այսպես ազատ եք։ Հիմա դա ինչ է նշանակում։ Դիրքորոշումը ինչպիսին է։ Այսինքն դիրքորոշումը բոլոր ընդդիմադիրներին ա վերաբերվում, թե առանձին քննարկումներ պետք է լինեն։ Համենայն դեպս, եթե մեր մասով կարճ ամփոփելու լինեմ, դեռ քննարկումների փուլում ենք, բայց ճիշտ ժամանակահատվածում կներկայացնենք։ Այսպիսի հարցադրումներ կան, ասում են, ինչպես կարող է Ռոբերտ Քոչարյանի թիմը մարդու իրավունքներ պաշտպանել հոկտեմբերի 27-ը նրա իշխանության օրոք տեղ ունեցել մարտի 1 ընտրակեղծիքներ են եղել, քաղաքացիները ծեծվել են, ասում են չեն ընկալում մարդիկ, թե ինչպես կարող է նրա թիմը ազգային ժողովում մարդու իրավունքների հանձնաժողովը ղեկավարել։ Այդ բոլորի յուրաքանչյուրի մասով ես կարող եմ բավականին երկար խոսել։ Եթե կան քրեական գործեր, թող այդ քրեական գործերի շրջանակներում իրավապահ համակարգը զբաղվեր եւ ոչ թե տասնյակ տարիներ դրա մասին միայն խոսվեր եւ իշխանության գալուց հետո էլ միայն խոսվեր եւ որևէ բուն գործընթացներ տեղի չունենային։ Այսօր մենք ունենք միայն մեր ֆրակցիայում մեկ падգամավոր, գոնե մենք պետքա դրա մասին խոսենք, չէ՞։ Արտուր Սարգսյանը այսօր քաղաքական պատանդարոյի կարգավիճակում է գտնվում։ Եւ բազմաթիվ մարդիկ այսօր քաղաքական հալածյալներ են եւ մեր պարտքն է խոսել այդ բոլոր թեմաների մասին։ Իմիջիայլոց ձեզ ասեմ, որ քննարկում էր նիստը սկսած, բայց հիմա պետք է գնամ հանձնաժողովներ, ընդհանրապես հանձնաժողով վերցնել թե չվերցնել։ Մենք ունենք հետեւյալ դիրքորոշումը, եթե լինի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով վերցնել, միայն այդ դեպքում կվերցնենք։ Մնացած բոլոր դեպքերում չէինք վերցնելու հանձնաժողով ղեկավարի պաշտպանություն։ Էլի բարձ է թե իշխանությունը ինչ է շտապում կառավարության ծրագիրը կամ բան, ինչ է շտապում, որ արագ է ամեն ինչ ամփոփել գնա։ Դուք կարծում եք սա արագ է։ Երկրորդ շաբաթն էլ էր անում շտապելու, Տիկին Ջեբեջյան, եթե այս բոլոր քննարկումները լինեին ժողովրդի կոնկրետ խնդիրների մասին, միանշանակ եկեք մանրամասն քննարկենք, բայց եթե սա վերաբերվում է կաթողիկոսի անունը այլ ձևով հնչեցնելուն եւ դրան հակադարձելուն, ես վստահ չեմ, որ դա մեր ժողովրդի պահանջն է, այս ազգային ժողովից։ Ընդհանրապես իմ առաջարկը եղել է հնարավորինս արագ ավարտել խորհրդանի ձևավորման գործընթացը, որովհետեւ սա միայն ձևավորման մասին է։ Նախ արագ չէ, ոչ արձակուրդ գնալու այլևս խնդիր չկա, որովհետեւ առաջիկայում լինելու է կառավարության կառուցվածքի մասին փոփոխության նախագիծը, դրանից հետո լինելու է կառավարության ծրագիրը, այսինքն մինչև օգոստոսի վերջ ամեն դեպքում նիստերը լինելու են այսպես թե այնպես, դրանից հետո գալու է սեպտեմբերը եւ բնականon հունոր աշխատանքները շարունակվելու է։ Այսպես թե այնպես արձակուրդի հարց չկա։ Խնդիրն այն է, որպեսզի մենք արագ անցնենք։ Տիկին Ջեբեջյան, ես արդեն պատասխանեցի, որևէ մեկս արձակուրդի չեն գնում, միևնույնն է, իմ ուղղակի դիրքորոշումն այն էր, որ հնարավորինս շուտ ավարտվի գործընթացը ձևավորման պարլամենտի եւ անցնենք բուն աշխատանքների։ Եվս մեկ անգամ այո պետք է պնդեմ, որովհետեւ նախ տեսեք, երբ որ կրճատեցինք ելույթները, նշանակում է ժամանակ խնայեցինք արդեն նման գործընթաց կազմակերպելու համար, եւ այո մեզ նաեւ հետաքրքիր է ընդդիմադիրներից թե առհասարակ ինչպիսին է իշխանության դիրքորոշումը։ Եթե իրենք պետք է ասենց մերժեն ընդդիմության կողմից ներկայացված տեխնացուներին, հետագա մեր գործողություններն էլ համապատասխան պետք է լինեն։ Հասկացա, 6-ին քվեարկեն, հələ տենակ ինչ են անում, որ ըստ այդմ նաեւ մեր դիրքորոշումները։